Մենք այցելեցինք Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ընթերցասրահ, որտեղ գտանք Հրանուշ Խառատյան Առաքելյանի «Հայ ժողովրդական տոները» գիրքը։ Այդ գրքի օգնությամբ գտանք բազմաթիվ տեղեկություններ Նուրի տիկնիկի ծեսին նվիրված։ Հայերը պատրաստել են տիկնիկներ, որոնք կապված են եղել անձրևի և երաշտի հետ։ Տարբեր գավառներում դրանք տարբեր անվանումներ ունեին, բայց ամենատարածված տարբերակը Նուրին կամ անձրևի հարսը։ Նուրին երաշտի ժամանակ հայ գյուղացու միակ փրկությունն էր, ծաղկազարդի տոնին երաշտի ժամանակ։ Որպեսզի ավելին իմանանք հայկական ավանդական ծեսերի, արարողությունների, զարդերի, հագուստների, ինչպես նաև ծեսերին ուղեկցող բազմաթիվ ծիսական տիկնիկների հետ որոշեցինք ուսումնական այց ունենալ Լուսինե Ագուլեցի տուն-թանգարան, որտեղ տեսանք նաև Ագուլեցի կողմից պատրաստված Նուրի տիկնիկին։ Նուրին սիրունիկ էր ու խատուտիկ, ծաղկազարդ ու գեղեցիկ աչքերից էին ծնվում շաղն ու ցողը, անձրևի կաթիլները, նա բարեսիրտ էր, գթառատ, երբ մարդու անասուն տառապում են ջրի սակավությունից, Նուրին արտասվում էր և նրա արցունքների թրջված հողն ու արտերը կենդանանում են, ծիլ ու ծաղիկ են տալիս, Նուրին ուներ երկար վարսեր, մեծ նշաձև աչքեր։ Նուրին կնոջ կերպարանքով էր, դեմքը սպիտակ լաթից, ուներ աչք, քիթ, ունք բերան, շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, ուներ լաչակ, իսկ մեջքի գոտին ծիածաններ, գավառներում աղջիկների ու տղաների խմբերը Նուրիին պատրաստում էին ծախավելից կամ փայտից, գլխին դնելով ծաղկապսակ։ Աղջիկ ու տղա հին շորեր հագած երգելով ու պարերով պտտեցնում էին Նուրին, տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում։ Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա։ Երեխաները հավաքած բարիքները վաճառում էին, դրանցից ստացած փողերով դարբինին պատվիրում էին Նուրին պատրաստել մետաղից և թողնում էին գյուղի սրբավայրում։ Նուրին ուղեկցող ծեսը կարևոր էր հայ գյուղացու համար։